Այսօր ընդհանրապես զարմանալի բան իմացա ժողովուրդ, տներից մեկում, որ մտանք, ընդեղ ինձ ասում են, որ տիկինը աշխատել էր արվեստի դպրոցում, ինքը ինձ ասում էր, որ 2000-ականներին 1000 դրամ ա եղել իր աշխատավարձը, ցիկը ուղիղ եթերում ա եղել, ուղիղ եթերը թույլ չի տա, որ չափազանցեմ, ասում են, ո՞նց ա 1000 դրամ եղել աշխատավարձը։ Այդ ինչից սկսեց խոսակցությունը, ասում է իմ աշխատավարձը ձեր օրով 18 թվականից հետո 100-ապատկվել է։ Ասում եմ լավ, դե հասկացանք, լավ, շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, շատ լավ է, բայց ոնց կար աշխատավարձը 100-ապատկվի։ Ասում է հա, ես 1000 դրամ եմ ստացել։ Ասում եմ ոնց կարա, հետո իր մայրիկն էլ ով բանում բուժ համակարգում քույրը աշխատել, ասեց հա, ես էլ եմ 1000 դրամով աշխատել, աշխատավարձը 1000 դրամ ա եղել 2000-ականներին մի քիչ չգիտեմ որթիվ, եւ ասում է հեղափոխության արդյունքներով, ասում է մեր աշխատավարձը 100-ապատկվել է։ Հիմա ես որ մի տենց մի նախադասություն ասեի, մեր ժամանակ աշխատավարձը 100-ապատկվել է, պատկերացնում եք ընդդիմությունը ինձ ինչ կաներ։ Մի հատ համաշխարհային փոթորիկ էին բարձրացրել, բայց փաստը մնում է փաստ։ Եվ մենք ուրախ ենք այդ ամեն ինչի համար, բայց ամենակարևորը, էլի, այս ամեն ինչը, տեսեք, կամավոր ատեստավորում ուսուցիչների աշխատավարձի կրկնապատկում։ Հաջորդ փուլումի միջայլոց մենք կամավոր ատեստավորված ուսուցիչների համար մի հատ էլ ենք կամավոր ատեստավորում անելու։ Եթե առաջին կամավոր ատեստավորվածների համար դրույքը 100,000-ի փոխարեն 200,000 դրամ էր, հաջորդ կամավոր ատեստավորման ժամանակ դրույքը լինելու է 300,000 դրամ, գումարած ատեստավորման տոկոսը։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող զինվորական կա։